Ես ուզում եմ ձեզ մի հատ շատ համով բաղադրատոմ ցույց տամ։ Այստեղ ունենք սենց արքայական խուրմաներ և այստեղ ունենք սենց ընդեղեն դառը շոկոլադ։ Պատրաստելու ենք միասին, այսինքն արմավը կիսելու ենք, ինչ-որ մեր ցանկության ինչ-որ ընդեղեն ենք դնելու մեջը, ու հետո թաթախելու ենք դառը շոկոլադի մեջ, իդեալական առավոտյան սուրճի հետ վայելելու քաղցիկ։ Գնացել եմ այսօր գնումների, մի քանի խանութներ եմ մտել ու մի քանի բան եմ գնել, վերցրել եմ սենց կեչուպ, սուրճ, որ աղջիկներիցս մեկը կծել է, սենց տիրամիսուի համար նախատեսված պատրաստի կրեմ, հավ, այսօր ուզում եմ բրնձով հավով սուրճ պատրաստեմ, սենց շոկոլադի և վանիլի պուդինգ, այսինքն այս մի տուփում համ շոկոլադը, համ վանիլ, շատ համով է, շատ եմ սիրում, սենց առանց լակտոզայի ռիկոտա պանիրա, ինքը շատ նման է այս տարբերակը տվարոգի, կատնաշորի, երեխեքը շատ են սիրում, դրա համար առնում եմ միշտ, մոցարելա պանիրներ, ոչխարի պանիր ունենք այստեղ Արտուրի համար, այսպիսի առանց փշերի կիվի և սովորական կիվի, բուլղարական պղպեղներ, մենակ կանաչներ, լավ անկեղծ ասած, դրա համար եմ մենակ կանաչ վերցրել, ինչ էր, արմավ, արքայական ես իմ ամենասիրածն են խոշոր տարբերակներն է, և երևի թե այսքանը, այսօր այս երկու բաղադրիչներով և դառը շոկոլադով շատ համեղ դեսերտ ենք պատրաստելու միասին։ Շում էի, որ մի բան էլ եմ վերցելու, այսպեսի հաց, որ ինքը տես կտրատում, արժեքները մոռացա նշեմ, այսպեսի, արժեքները 3 եվրո հացը, երեխեք չեղավ, նկարում եմ, 3 եվրո հացը, 4 եվրո ընդեղենը, սիգնալիզացիա, հիմա բոլորը կգորան, կլացեն, ինչքան գործանող, ռեմոնտանող, ընդեղ չգիտեմ, գրուզավիկներ կան, կանցնեն, 5 եվրո ֆինիկներին եմ տվել, 5.73 հավին, չեմ հիշում, 9 եվրո սրան, հիշում եմ 60 ցենտ փշիկներովը, 80 ցենտ սրանք, 3 եվրոյի մոտ սա, կարծեմ 4 ու քանիս էր, այդ չեմ հիշում, սրանք էլ 1 ու քանիս, ընտիր ասեցի ու ես էլ այսօր Արտուր եմ արել լրիվ ու բան չեմ վերցրել կտրոն, որ ձեզ ցույց տամ, բրավո։ Եվ իմ անբոքսինգը էլի գնումների խնդրում երեխեքը վերցրել էի տոպրակից միամիտ տեսա, այսպես սև պղպեղի սոուս է, ամեն անգամ փորձում եմ տարբեր բաներ, տանը էլի ունեմ, հեսա ճիշտ է օգտագործած եմ, բայց ցույց կտամ, սա էլ ենք փորձում, ամեն անգամ տարբեր ընտրում եմ, վերցնում ենք, փորձում ենք, որ մեր ֆավորիտը գտնենք, թեպետ մեկը արդեն գտել ենք, հիմա ցույց կտամ ձեզ մի քանի բաներ տանը։ Այստեղ ունենք այս սամուրայի սոուսը, որը որ շատ համով է, ես շատ եմ հավանել իրան, շատ ուրախ եմ, որ 2 կիլոգրամանոցն ենք վերցրել, ուրեմն ինքը կծույ է, շատ համով է, ու ես հասկացել եմ, որ ուրիշ ֆիրմաներից փորձել եմ, ինձ դուր չի եկել, կոնկրետ այս DL ֆիրման ինձ շատ է դուր եկել, ինքը համեմատաբար մնացածների բավականին թանկ է, բայց կարծում եմ ամենաթանկերից է, բայց դե ես շատ եմ սիրել, դրա համար ստիպված ենք առնելու, կստատի Արտուրն էլ է շատ սիրում, այս էլ եմ այդ DL-ից եմ աշխատում վերցնեմ, տարբեր փորձենք, սա էի վերցրել, վինիգրետ սոուսը, ալդիից եմ վերցրել ոնց որ ես, շատ մատչելի էր, համը վատը չէր, Արտուրը սիրել է, ես տենց չէ, այստեղից ունենք սենց տիպը գարչիցայա մանանեխն, չէ ասում գարչիցային չունեմ, ինչ-որ տենց համ ունի, բայց վաբշե չենք հավանել, անիմաստ գումար տվեցինք, սենց հիմա կենքանավոր պահում ենք, կարող եմ մեկը հյուր գա ու հավանի, այս են շատ կծու, սենց ջրիկ սոուս է, ինքը տենց չենք օգտագործում, մենակ սոուս բաների մեջ ենք մի քիչ կաթացնում իրան ու թափել է, կստացի, եսը Lidl-ից է, չեմ հիշում արժեքը ինչ էր, այստեղ Albert Heijn-ից ունենք սենց բազիլիկի սոուս,
մածուկ ավելի կոնկրետ, ինքը շատ լավն է, իրան օգտագործում եմ մոցարելով կապրեզե սալատների մեջ, անպայման կնկարեմ ձեր համար, կտեսնեք կապրեզե մի օր որ պատրաստեմ, շատ սիրուն է լինում։ Եվ ինչ մնաց, այնտեղ էլի ունեմ, ուղղակի ջարդում են աղջիկներս արդեն։ Ունեմ բեշամել սոուս, ես շատ եմ սիրել, ամեն ինչի մեջ, կարելի ասել տենց տարբեր փլավների, սպագետի մեջ թեկուզ, պաստաների, վերմիշելով փլավի մեջ էլ օգտագործում եմ, ու իրա համի ինձ շատ է դուր եկել, արժեքը չեմ հիշում, խանութը չեմ հիշում, բրավո։ Այս sweet chili սոուսը, որը որ ուզում էի այն Հայաստանում որ կա է 200 դրամանոց կեչուպները, ուզում էի դրա համը գտնեի հիշեի վերհիշեի, բայց ոնց որ տենց է չստացեց, որտեվ է շատ քաղցր է, գծունել տենց շատ քիչ է, տենց չստացվեց, բայց դե առանք։ Ես միշտ պարտադիր վերցնում եմ լայթը, չգիտեմ ինչի, ինձ թվում է տենց լայթը ավելի բիզվրեդնի է, քան սովորականը, չգիտեմ ինչի այն մեջ մտած, ոչ ինչ որտեղից կարդացել եմ, ոչ ինչ որտեղից վերցրել եմ, պրոստը տենց է ինձ թվում, ու միշտ լայթն եմ վերցնում, ու էլի ես DL ֆիրմային է, ահա որ համով է իրանց մայոնեզը։ Ուզում եմ այսքանը, հիմա արագ սրանք տեղավորեմ, մի հատ շուտ հաց պատրաստեմ ու արագ դեսերտին անցնենք։ Պիկը արդեն պատրաստ է, բրնձով, գազար, բիբար, կարտոֆիլ և հավի միս։ Շատ համեղ, իդեպ ես հավը պատրաստում եմ առանց կաշվի, այսպես է ստացվել, արդեն երեկոյա անկեղծ ասած մոռացել էի նկարեի, դրա համար է ինքը սառը ու վրայից կերած։ Ասեցի ցույց տամ։ Աղջիկներս բարև բոլորիդ, տեսեք ձեզ ինչ համեղ ու գեղեցիկ կոնֆետներ եմ բերել, որոնք նաև շատ առողջարար են և չեն պարունակում շաքար։ Դե ինչ, եկեք այս փոքրիկ վլոգում միասին պատրաստենք այս գեղեցկությունը, գնացինք։ Սկզբի համար վերցնում ենք դառը շոկոլադ, ես վերցրել եմ այսպիսի օրիգինալ շոկոլադ, փորձում եմ վերցնել հնարավորինս առանց շաքարի օգտագործելու ենք հալեցման համար։ Հաջորդաբար վերցնում ենք արմավները, ինձ մոտ արքայական տեսակի արմավներն են և ընդեղենից ընտրել եմ ընկույզը և նուշը, քանի որ այդպիսին եմ համը պատկերացնում, բայց դա էլ ըստ ճաշակի։ Ինչպես տեսնում եք, այստեղ շոկոլադը արդեն հալվել է, այսինքն պատրաստ է, արդեն կարող ենք անջատել և անցնենք խուրմաների պատրաստմանը, նույն ինքը արմավների պատրաստմանը։ Ինչ ենք անում։ Առաջին հերթին հեռացնում ենք պոչի հատվածը, որպեսզի ուտելիս հանկարծ ատամի տակ չհայտնվի։ Մեջտեղից կիսում ենք, հեռացնում ենք կորիզը և մեջը տեղադրում ենք նուշը կամ ընկույզը։ Խնդրեմ, հիմա տեսնում եք վիդեոյում ինչպես եմ անում։ Դրանից հետո ամուր փակում ենք և գործողությունն այսքանով ավարտում ենք։ Նույնը անում ենք բոլոր արմավների հետ։ Հիմա անցնում ենք վերջին գործողությանը, թաթախում ենք շոկոլադի մեջ և ինչպես տեսնում եք ավելացրել եմ այստեղ կոկոսի քերուկ, ավելացնում ենք վրան նաև կոկոսի քերուկ, բավականին համեղ է ստացվում, յուրահատուկ համ է տալիս կոկոսը։ Փայտիկի օգնությամբ վերցնում ենք արմավը, լցնում ենք շոկոլադը հարմար տարայի մեջ, որպեսզի կարողանանք ավելի հեշտ իրեն օգտագործել և ընդհանուր առմամբ ոչ մի դժվարություն չկա, թաթախում ենք շոկոլադի մեջ։ Եվ վերջում իհարկե ցանում ենք կոկոսի քերուկը։ Նույն գործողությունը կատարում ենք նաև ելակների հետ մի բացառությամբ, պարտադիր ելակի տերևները բարձրացնում ենք վերև, որպեսզի շոկոլադ չլինի հնարավորինս և թաթախում ենք շոկոլադի մեջ, դնում ենք, որպեսզի սառչի, բայց ես չեմ ուզում ավելացնել վրան կոկոսի քերուկ, քանի որ ինձ համար մի փոքր շատ կլինի արդեն։ Ահա և վերջ, հետո արդեն կտեսնեք վերջնարդյունքը։